Ինչ երբնա ուրեմն Վազգեն վեհապարից հետո ինքն էլ տեխնացուներից մեկն էր եւ երբ արդեն երկու տեխնացուները հաղթական ավարտի մոտեցան Գարեգին այսօրվա վեհապարը եւ նախորդ վեհապարը ըստ որում ավելի շատ ձայներ էր ստացել Գարեգին երկրորդ վեհապարը, որ այն ժամանակ դեռևս սրբազան էր հայտարարեց ասեց ես գործող կաթողիկոսի հետ չեմ մտնի մրցության եւ թողեց որպեսզի նա դառնա վեհապար այդքան բարեպաշտ այդքան բարձր գտնվեց հիմա դուք ինչու եք մեղադրում ինչա ինձ եկել են ասում են գիտեք մոռացել է Եդրվագը այո դա ես հիշել եմ եւ ասում եմ տեսեք ինչ պատվական ինչ բարեպաշտ մոտեցում էր դա հիմա ինչ շատերը ասում են գիտեք երեխա ունի ես ասում են ինչ որ մի երեխա ունի ասում եմ ցավոք ափսոս որ մի երեխա ունի ես կուզեի 10 երեխա 100 երեխա ունենար ինձ դա երբեք չեմ կապում հոգեվոր ուրեմն գործնայության հետ ինչպես այդ քահանաները ամուսնանում են եւ